Աննան ասում է, որ Նիկոլի հետ չի ասոցացվում։ Ես հասկանում եմ նրա ցանկությունը, դա իսկապես բարդ իրավիճակ է, բայց ինչ որ ձև պետք է ընդունել իրականությունը։ Ընտրակաշարք թե բարեգործություն։ Աննան ասում է, գնանք դատարան, այնտեղ կտեսնենք ով է ճիշտ, ով է մեղավոր, բայց մինչ դատերը գնում են ու բարձրագույն հայտարարություններ են հնչում, նա շարունակում է զբաղվել Իմ քայլը հիմնադրամի բարեգործությամբ, որը ինչպես պարզվեց, Նիկոլի հետ կապ չունի։ Տարօրինակ զուգադիպություն է, մի առանձնատանը ապրում են, համատեղ 4 երեխա ունեն, իշխանության բարիքներից օգտվում են, բայց կապ պարզվում է չկա։ Ու հենց այս ֆոնին սկսում է ակտիվ բարեգործությունը, բայց երբ նման քայլերը լինում են ընտրություններից առաջ, մարդկանց մոտ բնական հարց է առաջանում. սա օգնություն է, թե քողարկված ընտրակաշարք։ Ստացվում է հասարակ քաղաքացիներին շատ բան արգելված է, իսկ իշխանությանը ամեն ինչ կարելի է, ոմանց համար օրենք, մյուսների համար արտոնություն։ Նիկոլը արդեն այնքան բացահայտ է ցուցադրում իր արհամարյանքը հասարակության հանդեպ, որ նույնիսկ չի փորձում թաքցնել երկակի ստանդարտները։ Երբեմն բառերը արդեն չեն հերիքում, վրդովմունքը արտահայտելու համար։